Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության այսօրվա դե ֆակտո եւ դե յուրե ղեկավարը դրա մասին շատ է խոսել։ Ինքը ըստ էության ասում էր, որ ի սկզբանե ինչ որ մի փուլից սկսած իր համար Արցախը դա թոք էր, որը որ գծած էր Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը անկախություն չունենա, դե ֆակտո անկախություն չունենա։ Ինքը ընդհանրապես ուղղակիորեն ասեց, որ կորցնելով Արցախը մենք ստացանք Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այսինքն իր նպատակը ինքը բացահայտել է։ Այսինքն ինքը բացահայտել է, որ ինչ որ արվել է Արցախի հետ կապված, դա մտածված է արվել, դա ի սկզբանե ինչ որ մի ծրագրի իրականացում էր, որը որ նրանք ովքեր որ կանգնած են այսօրվա իշխանության հետևում կամ այսօրվա իշխանություններն էլ իրենց հետ, իրենք ցավոք սրտի հաջողությամբ իրականացրել են։ Այսինքն հիմա բան անել, վերլուծել, թե ինչու արեցին, իրենք ուղղակիորեն ասում են, դա էր պլանը, դա էր նախագծված, որոշակի ասենք բանով, գուցե բաներով, կոռեկցիաներով կարող է, ասենք, չէր պլանավորվում, որ 4000, չգիտեմ, քանի զոհ պետք է ունենանք, մինչև հիմա էլ մենք այդ զոհերի քանակը փաստացի չգիտենք, անուն հրաժարվում է իշխանությունը դրանից, ընդունենք 4000, կարող է չէին պլանավորում 4000 քանի զոհ ունենային, ասենք 1500 կամ 2700 օրինակ, բայց այդպես ստացվեց, կամ սցենարը մի քիչ այսպես կարող է լինել, այնպես կարող է լինել։ Հիմա իշխանությունը ասում է, որ իր համար դա բեռ էր, դա թոք էր, իրենց բառով եմ ասում, իրենք պետք է ցանկացած գնով, ցանկացած զոհաբերություններով դրան հասնեին եւ հիմա իրենք շատ գոհ ֆրֆռում են, ինչպես ասում են, եւ հայտարարում են, որ սա մեծ նվաճում է, որ Հայաստանը թոքից ազատվեց եւ իբր հիմա, այսպես ասենք, ամենասուվերեն կարգավիճակում է գտնվում։